Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության պահանջով սկսված վերահաշվարկի արդյունքների ամփոփումից հետո կուսակցությունը կդիմի վարչական դատարան։ ՀԱԿ-ը կպահանջի անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունները։ Ինչպես Բարև Երևան կուսակցությունների դաշինքի, այնպես էլ Հայ ազգային կոնգրես կուսակցության պահանջով երեկվանից վերահաշվարկ է կատարվում բոլոր 13 ընտրատարածքներում։ Կոնգրեսը պահանջել է վերահաշվարկել 27 ընտրատեղամասերի արդյունքները։ ՀԱԿ-ը վերահաշվարկի պահանջ ներկայացնելուց զատ նաև պահանջել է անվավեր ճանաչել 7 տեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսինքն մենք վերահաշվարկը կատարում ենք նախ եւ առաջ ապօրինի վերահսկման, քվեարկության ապօրինի վերահսկման ապացույցներ բացահայտելու նպատակով։ Այսինքն կորսված, չհաշվարկված քվեաթերթիկներ, որոնք վկայում են կարուսելի կազմակերպման մասին։ Գունավոր գրիչներով քվեարկված քվեաթերթիկներ, որոնք նույնպես վկայում են վերահսկողության մասին։ Տարբեր ծալվածքներով ծալված քվեաթերթիկներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ Բարև Երևան կուսակցությունների դաշինքը վերահաշվարկի ընթացքում հնարավորություն է ստացել ուսումնասիրել քվեարկածների ցուցակները։ Այս երկու ուժերը ձեռք են բերել Հայաստանում չգտնվող մարդկանց որոշ տվյալներ եւ 2 օր է դրանք համեմատում են քվեարկածների ցուցակների հետ։ Մեզ հաջողվել է գտնել 15 մարդու, որոնք քվեարկել են ընտրությունների ժամանակ Ավանի այն տեղամասում, որում վերահաշվարկ է արվել, բայց որոնք նշված են մի հասցեով, որը գոյություն չունի։ Չեն գտել այդ հասցեն։ Այդ հասցեն գոյություն չունի, այդ հասցեով որևէ շինություն գոյություն չունի։ Այդ մարդիկ նախորդ ընտրություններում ցուցակում ընդգրկված չեն եղել, ոչ ազգային ժողովում, ոչ նախագահական։ ՀԱԿ-ը սակայն չի կարծում, որ վարչական դատարանը արդարադատության շահերից բխող որոշում կկայացնի։ Այսօր վերահաշվարկվում էր թիվ 8 ընտրատարածքի 8 ընտրատեղամասի քվեները։ Սա այն հայտնի տեղամասն է, որտեղ դիտորդները պարբերաբար բողոքներ են ներկայացնում, ուր քվեարկության օրը այցելել էր հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Մի քանի քվեաթերթիկներում հանրապետական կուսակցության դիմաց քվեարկված էր կարմիր գրիչով։ Կարմիր գրիչների բաժանման մասին քվեարկության օրը ահազանգեցին ոչ իշխանական ուժերը։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ԲՀԿ ներկայացուցիչ Արտյոմ Խաչատրյանը պարզաբանում էր կարմիր գրիչների խնդիրը։ Մենք 2 անգամ գրիչ ենք առել, ես իմ գրպանի տանում են անկեղծ եմ ասում, 2 անգամ 1000 դրամի գրիչ եմ առել։ Այսինքն փոխում են թևից տանում, պահ կար, որ քարտուղարը գրիչ չուներ, այն աղջիկ արձանագրեք, չկա տվել ենք, որ բանա նույնից վերցրել, այդտենց պահել է եղել։ Ես 2 անգամ գրիչ եմ առել։ Եվ ինչ իհարկե կապում։ կարմիրը դեսպոտ տեղից է հայտնի։ Իրա գրպանից իհարկե, Թույլատրելի է մտցնել այդ գրիչը։ Այդ ձեզ թվում է մենք պետք է մի հատ իր ստուգեինք նոր մտցնենք։ Հանձնաժողովը քվեարկության արդյունքները ամփոփելիս իշխող հանրապետական կուսակցության մի քանի քվեաթերթիկ անվավեր էր համարել։ Այսօրվա վերահաշվարկի արդյունքում սակայն դրանք համարվեցին վավեր։ Ինչպես այս, այնպես էլ այսօր մեր այցելած Աջափնյակ վարչական շրջանը ներառող թիվ 6 ընտրատարածքում եւս անվավերների հաշվին դիտարկված 2 տեղամասերում հանրապետական կուսակցության քվեները ավելացան։